Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ներկայացնել այն ժամերը, որի ժամանակ չի կարելի ոչինչ անել։ Ապրիլի 28-ից մինչև մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածի համար։ Այս ժամերին չի կարելի ոչ մի կարևոր գործեր անել, քանի որ մոլորակների դիրքը բացասաբար կարող է անդրադառնալ ձեր սկսած գործերի վրա։ Ժամերը կնշեմ Հայաստանի համար, եթե մարդիկ կլինեն ում կհետաքրքրի հստակ ժամ, օրինակ ուզում եք հենց այս ժամին խանութի բացում անել, ուզում եք հենց այս ժամին հրավիրել ձեր տուն կամ հարսանիքը նշել կամ պայմանավորվել եկեղեցում, կնունքի հետ կապված, նշանադրության հետ կապված եւ այլ շատ կարևոր հարցերի մասին կամ գրանցել ձեր բիզնեսը, յուրաքանչյուր որը շատ կարևոր է, ապա կարող եք գրել մեկնաբանության բաժնում հստակ օրը, հստակ ժամը, քաղաքը, վայրը, մարզը, ամեն մանրուք։ Ձեր ծնված ժամը բացարձակապես չի, այստեղ պարտադիր չէ, միայն այդ օրը, որ օրն եք ցանկանում անել, որ ժամին եք ցանկանում անել։ Եվ այսպիսով չի կարելի այս ժամերին ոչինչ անել, նշածը ժամերին, ինչ պետք է չանեք։ Այդ ժամերին չի թույլատրվում ձեռնարկել ոչ մի կարևոր բաներ, ինչպիսին են ամուսնական ծեսերը, գույք գնելը, բնակարանամուտը, ծեսերը, ներդրումները, նոր բիզնես սկսելը եւ այլ կարևոր գործողություններ, քանի որ դրանք կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Խուսափեք նոր գործ սկսելուց, հնարավոր է, որ հանդիպեք չնախատեսված խոչընդոտների, որոնք նախկինում չէիք սպասում։ Խուսափեք ճանապարհորդություններից, խուսափեք նաեւ երկար ճանապարհներից։ Նաև չի կարելի այդ ժամերին գնալ գործնական կամ աշխատանքային ճանապարհ կամ ճամփորդության։ Խուսափեք կրոնական ահարողություններից, կնունք եւ այլն, ամուսնություն, նշանադրություն, ցանկացած։ Խուսափեք բոլոր տեսակի գործարքներից։ Խուսափեք որևէ ապրանք, տրանսպորտ, զարդեր կամ թանկարժեք իրեր գնելուց կամ վաճառելուց։ Այս ընթացքում կատարված գործարքները կարող են հանգեցնել չնախատեսված կորուստների եւ խնդիրների։ Եվ իհարկե, եթե դուք արդեն սկսել եք աշխատել, սկսել եք որևիցե պրոցեդուրա անել, եթե օրինակ խանութ եք բացել, բայց այդ օրը ժամը 11-ին չէր կարելի խանութ բացել, բայց դուք սկսել եք ժամը 10:30-ից, ապա հարկավոր չէ կանգնեցնել այն։ Պետք է շարունակեք։ Այդ դեպքում ձեզ չի խանգարի այդ ժամերը, այնպես որ ձեր գործերը ոչ մի դեպքում մի կանգնեցրեք։ Քանի որ բոլոր երկրներում գոյություն ունեն մանր փոքր այդպես քաղաքներ եւ ամեն քաղաքում տարբեր ժամային գոտի է, դրա համար ես չեմ կարող այդքան երկրներն ու քաղաքները իհարկե նշել, բոլորդ ինձ թվում է հասկանում եք։ Բայց շատ կարևոր հարցերը, որոնք որ վերաբերվում են, որ հստակ ժամ պետք է պայմանավորվեք, հստակ գործունեության համար, ապա լավ կլինի ուսումնասիրել ժամերը։ Եվ այսպիսով տվյալ ժամերն են. երկուշաբթի օրը, ապրիլի 28-ին, ժամը 07:49 մինչև 09:32 րոպե։ Երեքշաբթի օրը, ապրիլի 29-ին, 16:27 մինչև 18:11 րոպե։ Չորեքշաբթի օրը, ապրիլի 30-ին, ժամը 12:59 մինչև 14:43 րոպե։ Հինգշաբթի, մայիսի 1-ին, ժամը 14:43 մինչև 16:28 րոպե։ Ուրբաթ օրը, մայիսի 2-ին, ժամը 11:14 մինչև 12:59 րոպե։ Շաբաթ օրը, մայիսի 3-ին, ժամը 09:29 մինչև 11:14 րոպե։ Եվ իհարկե կիրակի, մայիսի 4-ին, ժամը 18:14 մինչև 20:00։ Ընդամենը 1-ից 1.5 ժամ է։ Եթե ցանկանաք, կարող եք դիմանալ հանուն այն բանի, որ ձեր կատարած աշխատանքը ուղղակի ջուրը չգցեք։ Եվ եթե երջանկություն եք ուզում, եթե բարեկեցություն եք ուզում, ապա հատկապես ամուսնությունը պետք է ժամերը փոխել, որպեսզի այդ ժամերին չլինի։ Իհարկե շաբաթ օրը նայեք առավոտյան շատ շուտ 09:29-ից 11:14 րոպե։
Ճիշտ է, հյուրերին սպասում եք ժամը 12-ից հետո, բայց գոնե 11-ին մի կանչեք։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք, թող այս ժամերը ձեզ համար իհարկե չօգտագործեք այս ժամերը, մնացած ժամերը ձեզ համար միայն հաջողություն բերեն։